Բարի երեկո բարեկամներ։ Դուք համոզված եք, որ պարտությունը սկսվում ու ավարտվում է մարտի դաշտում։ Իսկ եթե ասեմ, որ իրական պարտությունը սկսվում է շատ ավելի շուտ, երբ մարդուն համոզում են, որ ինքը ոչ թե քաղաքացի է, այլ ռեսուրս, ոչ թե որոշում կայացնող, այլ զոհաբերվող։ Այս պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրադարձությունների մասին է, բայց պատերազմի մասին չէ։ Սա պատմություն է, թե ինչպես է հանուն խաղաղության մի պետություն սպանում եւ ստորացնում մեկ այլ պետության ժողովրդի, որը ծաղիկ չէր։ Կարող եք մտածել, որ սա Ճապոնիայի մասին պատմություն է։ Բայց եթե ուշադիր լսեք, սա նաև համամարտկային պատմություն է, որի մի մասը նաև մենք ենք։ Ճապոնական կայսրություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ, մաս 2։ Ես Հարություն Մանուկյանն եմ։ Դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական կայսրությունը գրավում է Չինաստանի հյուսիսը, Կորեան եւ Թայվանը ու հարվածում է Խաղաղ օվկիանոսում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին։ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարում ճապոնական կայսրությանը։ Նույն օրը ճապոնական բանակը մոտենում է բրիտանական Մալազիային։ Սկսվում է Ճապոնիայի միավորված ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Իսորոկու Յամամոտոյի նախագծած օպերացիայի երկրորդ փուլը։ Առաջին 6 ամիսներին եւ միգուցե 1 տարվա ընթացքում ոչինչ եւ ոչ ոք ինձ չի կարող կանգնեցնել։ Սակայն հետագայի համար ես երաշխիքներ չունեմ։ Զուգահեռ ճապոնական օդուժը ռմբակոծում է Ֆիլիպիններում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիաբազան։ Հետո Ֆիլիպինները մտնում ճապոնական դեսանտը։ Հունվարի 2-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան հանձնվում է։ Դեկտեմբերի 10-ին Մալազիայի ափերի մոտ ռմբակոծվում եւ ոչնչացվում են բրիտանական ռազմածովային պարծանք, Ուելսի արքայազն եւ Ռեփալս գծանավերը։ Գերժամանակակից Ուելսի արքայազն գծանավի կորուստը իսկական ողբերգություն էր Բրիտանիայի համար։ I named this ship Prince of Wales. Ես անվանակոչում եմ այս նավը Ուելսի արքայազն եւ թող Աստված ուղղորդի նրան ու պահպանի այս նավի ողջ անձնակազմը։ Ուելսի արքայազն ռազմական գծանավը շահագործման էր հանձնվել 1939 թվականի մայիսի 3-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այն նացիստական Գերմանիայի աղ ու սարսափն էր, իսկ հիմա բրիտանական ռազմական նավատորմի պարծանքը ննջում է օվկիանոսի հատակին։ Փետրվարի սկզբին ճապոնացիները հասնում են Սինգապուր։ Փետրվարի 19-ին ճապոնական օդուժը ռմբակոծում է ավստրալական Դարվին քաղաքը։ Մարտի 10-ին հանձնվում է նիդերլանդական Ինդոնեզիան։ Ճապոնիայի վերահսկման տակ են անցնում հարավ-արևելյան նավթ արտադրող կենտրոնները՝ Սումատրան, Բորնեոն եւ Յավան։ 1942 թվականի մայիսի 1-ին ճապոնացիները գրավում են Բիրման։ Ծովակալ Իսորոկու Յամամոտոյի ռազմավարությունն աշխատեց։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Ճապոնիան գրավեց Ասիայի ամբողջ հարավ-արևելքը։ Ամերիկյան զինուժի կեսից ավելին ոչնչացված էր։ Բրիտանական ռազմածովային ուժերը ջախջախված էին։ Ֆրանսիան վաղուց հանձնվել եւ ետ էր քաշվել։ Մինչ ԱՄՆ-ն փորձում էր վերականգնել իր ռազմական պոտենցիալը, ճապոնացիները գրավված տարածքներում զբաղված էին հասարակության վերադաստիարակմամբ։
Գրաված տարածքների բնակչության մեծամասնությունը ճապոնացիներին դիմավորում էր որպես փրկիչների։ Քաղաքական ղեկավարները համարում էին, որ Ճապոնիայի կառավարության հետ կարելի է պայմանավորվել եւ աշխատել։ Ճապոնացիները համարվում էին սպիտակ տերորի դեմ պայքարող միակ ուժը, որը վերականգնելու էր ասիական ժողովուրդների կորցրած արժանապատվությունը։ Այլ կերպ էին մտածում ճապոնացիները։ Նրանք գրավված տարածքների ազգաբնակչությանը դիտարկում էին ընդհանրապես որպես ռեսուրս եւ ձրի աշխատուժ ճապոնական մեծ կայսրության կառուցման համար։ Նրանք, այդ անգրագետներն ու անմարդանմանները մեզ համար կկառուցեն երկաթգծեր, կամուրջներ, կկատարեն ամենադժվար ու ամենավտանգավոր աշխատանքը։ Այսպես էին մտածում Ճապոնիայի ղեկավարները։ Առանձին ավելի դաժան ճակատագիր էր սպասվում այն կանանց, որոնց ճապոնացիները համարում էին բավականին հրապուրիչ ծանր աշխատանք կատարելու համար։ Ստեղծվում են այսպես կոչված սփոփանքի կայաններ, ռազմական, դաշտային հասարակած տներ։ Այդ ժամանակահատվածում ճապոնացիները ստիպողաբար հասարակած տներ են տեղափոխում հազարավոր տեղացի կանանց։ Նոր սպիտակ տերորի դեմ պայքարողների հանդեպ շատ արագ կորում է վստահությունը։ Ամենադաժան բաները տեղի էին ունենում չինական Մանչժոուգոյում։ Այնտեղ գործում էին մի քանի գաղտնի ջոկատներ։ Այսպես կոչված ջոկատ համար 100 կամ ջոկատ համար 1644։ Ամենահայտնին եւ ամենադաժանը ջոկատ համար 731-ն էր։ Այդ ջոկատում մի շարք ճապոնացի գիտնականներ աշխատում էին քիմիական եւ բիոլոգիական զենք ստեղծելու ուղղությամբ։ Փորձերը հիմնականում կատարվում էին չինացի գերիների վրա։ Գիտնականները դիտավորյալ վարակում էին նրանց տարբեր վիրուսներով, վեներական հիվանդություններով, փորձարկում էին զենքերի այն օրինակները, որոնք արդեն ստացել էին։ Հետևում էին, թե ինչ ազդեցություն կունենա այս կամ այն քիմիական կամ բիոլոգիական էքսպերիմենտը։ Հստակ փաստագրված տվյալներով միայն 731-րդ ջոկատը փորձեր է կատարել 321,000 մարդու վրա, ինչի արդյունքում նրանք մահացել են դաժան մահով։ Ճապոնացիների հաջորդ թիրախը Միլանեզիան էր։ Նոր Գվինեան, Նոր Կալեդոնիան, Ֆիջին, Վանուատուն, Սողոմոնյան կղզիները ծովային կարևորագույն ռազմական հանգույցներ էին, որոնք օգտագործելով Ավստրալիան օգնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Բրիտանիային։ Բայց այստեղ ճապոնացիները սայթակում։ 1942 թվականի մայիսին Կորալյան ծովում պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում ավիակիրների ճակատամարտ։ Ճապոնացիներին չի հաջողվում հաղթել եւ առաջին անգամ նրանք ետ են նահանջում։ Ծովակալ Յամամոտոն հասկանում է, այն ինչից նա վախենում էր, դա իրականանում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերականգնվել են արդեն առաջին հարվածներից եւ շարունակում են հզորանալ։ Ամենաուշը 1 տարուց առավելությունը կանցնի հակառակորդի կողմը։ Հիմա պետք է հասցնել որոշիչ հարված եւ ստիպել Ամերիկայի Միացյալ Նահանգներին նստել սեղանի շուրջ, բանակցությունների սեղանի շուրջ։ Յամամոտոն մշակում է նոր օպերացիա։ Այս անգամ խնդիրը ավելի բարդ էր։ Պետք էր ոչնչացնել Միդուեյ կղզում տեղակայված ամերիկյան ավիաբազան եւ կտրել ամերիկացիների թևերը Խաղաղ օվկիանոսում, որից հետո հանգիստ կարելի էր անցնել հաջորդ փուլին։ Օպերացիան միանգամից հաստատում են։ Մայիսի վերջին Յամամոտոյի գլխավորած ռազմածովային ուժերը փոքր խմբերով մոտենում են Միդուեյ կղզուն։ Հաջողության գրավականը անսպասելի հարվածներն էին, սակայն այս անգամ Յամամոտոն սխալվում է։ ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Չեստեր Նիմիցը տեղյակ էր ինչ է պլանավորել Յամամոտոն։ 1942 թվականի սկզբին ամերիկացի հետախույզները ստանում են միմյանց հետ հաղորդակցության համար հատուկ մշակված ճապոնացիների գաղտնագրերը։ Գաղտնագրված հաղորդագրություններում խոսվում էր լայնածավալ հարձակման մասին կոդավորված AF օբյեկտի վրա, բայց որն էր այդ AF օբյեկտը, պարզ չէր։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ հարձակման թիրախը Midway ավիաբազան է, բայց այս տեղեկությունը հաստատման կարիք ուներ։ Չեստեր Նիմիցը դիմում է խորամանկության։ Բաց ալիքով կեղծ հաղորդագրություն են ուղարկում կենտրոնական շտաբ, թե իբր Midway կղզում շարքից դուրս է եկել խմելու ջրի զտման սարքը։ Քիչ ուշ ճապոնացիները զեկուցում են իրենց գլխավոր շտաբ AF-ում խմելու ջրի խնդիր կա։ Տեղեկությունը հաստատվում է Midway ավիաբազա։ Midway օպերացիայի առանցքային հրամանատարներից մեկն էր Ճապոնիայի կայսերական առաջին ռազմածովային նավատորմի ծովակալ Չուիչի Նագումոն։ Երբ ծովակալ Նագումոյի նավատորմը մոտենում է Midway կղզուն, նրանց այնտեղ արդեն սպասում էին։ Արդյունքում ամեն ինչ ձախողվում է։ Հունիսի 4-ի առավոտյան 108 տեսակի ճապոնական ինքնաթիռներ պատրաստվում են ռմբակոծել Midway ավիաբազան։ Օդաչուներից մեկը զեկուցում է. կենտրոն, ավիաբազան դատարկ է, ինքնաթիռներ չկան։ Այո, ամերիկյան ինքնաթիռներն արդեն երկնքում են։ Սկսվում է հանրահայտ Midway օպերացիան։ ԱՄՆ օդուժը անցնում է հարձակման։ Մի մասը գրոհում է ճապոնական նավատորմը, մյուսը ինքնաթիռները։ Ճապոնական ինքնաթիռների մի մասը ավիակիրների վրա դեռ սպասում է հրամանի։ Ծովակալ Նագումոն պետք է որոշում կայացնի՝ մարտի հանել իր հրամանատարության տակ գտնվող ամբողջ ավիացիան եւ փորձել հակագրոհել, թե հետևել գործողությունների այն հերթականությանը, որոնք նշված են օպերացիայի նախագծում։ Չուիչի Նագումոն որոշում է ռիսկի չդիմել եւ իրականացնել փուլային ալիքային հարձակում, պահելով ինքնաթիռների մի մասը ավիակիրների վրա։ Հետագայում ճապոնացիները կխոստովանեն, որ Նագումոյի որոշումը սխալ էր եւ ճակատագրական։ Մինչ ճապոնական օդուժի մի մասը վերադառնում է վերազինվելու, իսկ մյուսը պատրաստվում է թռիչքի, ամերիկյան ինքնաթիռները գրոհում են Նագումոյի նավատորմը։ Բայց ինչպես միշտ, ցանկացած գործում հաջողությունը պակաս գրավական չէ, եւ այս անգամ այն ամերիկացիների կողմից էր։ Ճապոնական նավատորմը բաժանված էր մի քանի փոքր խմբերի եւ մոտենում էր տարբեր կողմերից։ Եթե առաջին խումբը չկարողանար իրականացնել մարտական առաջադրանքը, օգնության պետք է հասներ երկրորդ խումբը։ Դրանից հետո երրորդ խումբը եւ այսպես 5 խումբ։ Առաջինը Նագումոյի խումբը բացահայտված է, բայց ամերիկացիներին դեռ հայտնի չէ որտեղից եւ երբ են գալու նավատորմի մնացած խմբերը։ Այն ժամանակ բաց ծովում մի քանի նավերից բաղկացած փոքր խումբ հայտնաբերելը գրեթե անհնար էր։ Դրանով զբաղվում էին հետախույս ինքնաթիռները, որտեղ մեծ դեր էր խաղում հաջողությունը։ Այդպիսի ամերիկյան 5 հետախույս ինքնաթիռներ փորձում են հայտնաբերել Խաղաղօվկիանոսում ճապոնական նավատորմի մյուս մասը, բայց անարդյունք։ Վարալիքն արդեն վերջանալու վրա է։ Հետախույզների հրամանատար Կլարենս Մակլասկին պետք է որոշի վերադառնալ, թե մի քիչ էլ շարունակել որոնումները։ Մակլասկին որոշում է շարունակել 2 րոպե անց հետախույզները հայտնաբերում են ճապոնական նավատորմի գլխավոր հարվածային խումբը։ Մակլասկին հրամայում է գրոհել։ Հետագայում ծովակալ Չեստեր Նիմիցը կհայտարարի, որ հրամանատար Կլարենս Մակլասկու որոշումը ճակատագրական էր այս պատերազմում հաղթանակ տանելու համար։ Մակլասկու հրամանատարությամբ կործանիչների մի խումբ ռմբակոծում է ճապոնական ռազմանավերը։ Ճապոնացիները պատրաստ չէին։ Ավիակիրների վրա էին վառելիքով լիցքավորված ինքնաթիռները։ Ամերիկացիների մի քանի հաջող խոցումից հետո պահոցներում գտնվող արկերը պայթում են եւ սկսում են այրվել։ Ճապոնիայի գլխավոր ավիակիրներից 4-ից 3-ը խորտակվում են։ Ու կարծես ճակատամարտի ելքը որոշված է, բայց Նագումոն չի հանձնվում։ Ճապոնացիները անցնում են հակահարձակման։ Խոցվում է ամերիկյան գլխավոր ավիակիրներից մեկը՝ Յորքթաունը։ Գիշերը այն խորտակվում է։ Ամերիկացիները կազմակերպում են երկրորդ գրոհը։ Արդյունքում խոցվում է ճապոնական վերջին Հիրու ավիակիրը։ 5 ժամ հետո այն խորտակվում է։ Հիրուի նավապետ Տամեու Կակուն հրաժարվում է լքել ավիակիրը եւ նավի հետ միասին կորում է Խաղաղ օվկիանոսի անծայրածիր ջրերում։ Յամամոտոն հրամայում է նահանջել։ Այս ճակատամարտում
ճապոնական ռազմածովային ուժերը կրում են անդառնալի կորուստներ, որոնք հետագայում վերականգնել չի լինի։ Այդ պահից սկսած ճապոնական բանակը կորցնում է հակառակորդի նկատմամբ իր առավելությունը եւ սկսում է միայն պաշտպանվել։ Ամերիկյան բանակը անցնում է հակագրոհի։ Ամերիկացիներին թվում էր, որ ճապոնական բանակը արդեն կոտրված է, բայց հետագա իրադարձությունները ապացուցում են հակառակը։ 1942 թվականի օգոստոսին ԱՄՆ ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Դուգլաս Մակարթուրը մշակում է գրոհների նոր ռազմավարություն։ Այն ենթադրում է տեղային, փուլային գրոհներ։ Գրավեցինք մեկը, ամրապնդվում եւ վերականգնվում ենք ու անցնում ենք մյուսին։ Առաջին թիրախը Միլանեզիայում գտնվող Գուադալկանալ կղզին էր։ Գրոհին մասնակցում են 100 հազարանոց ամերիկյան զորամիավորումներ։ Կղզում տեղակայված փոքրաթիվ ճապոնական զինուժը դիմադրում է 1 ամիս։ Ամերիկացիները առաջ են գնում պայքարելով բարի զբուն իմաստով ամեն մի սանտիմետրի համար։ Նույնիսկ պարտությունից հետո ճապոնացիները չեն հանձնվում, նրանք նախընտրում են պատվով հեռանալ, իրականացնում են սամուրայական հարակիրի, ծիսական ինքնասպանություն։ Այսպես շարունակվում է մինչև 1942 թվականի նոյեմբեր ամիսը։ Ամեն մի թմբի, ամեն զորակի, ամեն գետակի համար ճապոնացիները պայքարում են այնպես, կարծես դրանից կախված է ամբողջ Ճապոնիայի ճակատագիրը։ Չնայած նրան, որ ճապոնական բանակը կատաղի կռիվ էր տալիս ու առանձին զորամիավորումներ կհանձնվեն միայն 1945 թվականին, նրանք այլևս դատապարտված էին պարտության, ժամանակի հարցեր։ Ճապոնական 0 տեսակի ինքնաթիռները արդեն զիջում էին ամերիկյան Դուգլասին։ Այն անգերազանց առավելությունը օդում, որը ճապոնացիներն ունեին, այլևս չկար։ Ամերիկացիները թեև առաջ էին գնում, սակայն կրում էին բազմաթիվ մարդկային կորուստներ։ Գեներալ Դուգլաս Մակարթուրը զեկուցում է Վաշինգտոն։ Այսպես շարունակելը նման է ինքնասպանության, խնդրում եմ լրացուցիչ օգնություն տրամադրել։ Չնայած գեներալների բոլոր համոզիչ փաստարկներին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշում է սառեցնել խաղաղօվկիանոսյան օպերացիան եւ կենտրոնանալ Եվրոպայի վրա։ Նրա համոզմամբ այդ ուղղությունը շատ ավելի կարևոր էր։ «1943 թվականին ամերիկացիները իրականացնում են վրեժ օպերացիան։ Ամերիկյան հետախուզությունը հետևում է ծովակալ Իսորոկու Յամամոտոյի տեղաշարժը եւ մարտի 18-ին, ունենալով հստակ տեղեկություններ, ԱՄՆ օդուժը խոցում է նրա ինքնաթիռը։ Ծովակալ Իսորոկու Յամամոտոն մահանում է։ Յամամոտոյին արժանի փոխարինող ճապոնյան չուներ։ Լայնածավալ ռազմական գործողությունները սկսում են միայն 1943 թվականին Ստալինգրադյան ճակատամարտից հետո, երբ արդեն պարզ է դառնում, որ նացիստական բանակի ողնաշարը կոտրված է։ Ամերիկյան բարձրաստիճան զինվորական ղեկավարությունը որոշում է, որ առաջին հերթին պետք է ազատագրել Ֆիլիպինները, բայց մինչ այդ պետք է չեզոքացնել ճապոնական բանակի այն զորամիավորումները, որոնք ամրապնդվել էին Խաղաղ օվկիանոսյան կղզիներում եւ կարող էին խանգարել Ֆիլիպինների ազատագրմանը։ Նույն թվականի նոյեմբերին ամերիկյան զինուժն անցնում է գրոհի։ Նրանց առաջին թիրախն էր Տարավա կղզին։ Օպերացիան հենց սկզբից ձախողվում է։ Ամերիկյան գրոհային լաստանավերը չեն կարողանում մոտենալ կղզուն։ Դիմադրությունն այնքան մեծ էր, որ ամերիկացիները մի պահ ետ են նահանջում, բայց նորից վերադասավորվում են ու անցնում նոր գրոհի։ Ճապոնացիները փոխել էին մարտավարությունը։ Գործում էին փոքր խմբերով, հարվածում էին հակառակորդի թիկունք, կտրում արչևում գտնվողներին օգնության հնարավորությունից։ Առաջին 5 օրերին ամերիկացիները կորցնում են 3500-ից ավել մարդ, ու սա ընդամենը ճակատամարտ էր մի կղզու համար, որն իր տարածքով հավասար է մեր այսօրվա Երևանի փոքր կենտրոնին։ Ֆիլիպիններին մոտենալ ամերիկացիներն այդպես էլ չի հաջողվում։ Ճապոնացիները պայքարում են ու աննախադեպ դիմադրություն են ցույց տալիս։ 1944 թվականի ամռանը Ճապոնիայի բարձրաստիճան զինվորականների առջև խնդիր է դրվում՝ մշակել նոր ռազմավարություն։
Միայն ցամաքային դիմադրությունը բավարար չէ։ Պետք է առավելություն ստանալ ծովում։ Ճապոնիան այլևս ավիակիրներ չուներ, գծանավերը հաշված էին, ականակիրները հաշվի չէին, իսկ միայն հածանավերի վրա հույս դնել չէր կարելի։ Բայց փոխարենը ունեն անթիվ եւ անհամար 0 տեսակի ինքնաթիռներ, որոնք այլևս պիտանի չեն, եւ ունեն հասարակություն, որը պատրաստ է մեռնել հանուն տիրոջ, հանուն կայսրի եւ Ճապոնիայի։ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի կապիտան Մոտոխարու Օկոմուրան առաջարկում է ստեղծել կամավորական մահապարտների խմբեր։ Որպես գաղափարախոսություն վերցնել հակագուրե Սամուրայի ուղին գիրքը, որտեղ մանրամասն եւ գեղեցիկ կերպով նկարագրված է, թե ինչու ծառան իր կյանքը պետք է զոհաբերի հանուն տիրոջ։ Այսպես հայտնվում են ճապոնական կամիկադզե օդաչուները։ Կամավորներին շատ բան սովորեցնել պետք չէր։ Մանևրել, կրակել, մարտավարություն, բարդ մասնագիտական հմտություններն ավելորդ էին։ Նրանք պետք է տիրապետեին մինիմալին թռիչք եւ պիկե թշնամու վրա։ 2 շաբաթ եւ մահապարտ կամիկադզեները պատրաստ են։ Կամավորականների պակաս չկար, հիմնականում երիտասարդներ էին։ Մեռնել հանունի համար համարվում էր պատիվ։ Հասարակությանը նույնիսկ համոզել պետք չեղավ, քանի որ նրանք գրեթե 1 դար շարունակ դաստիարակվել էին հենց այս գաղափարախոսություններով։ Երիտասարդ կամիկադզեներին թռիչքից առաջ լուսանկարում եւ մամուլում փառաբանում էին։ Կյանքի վերջին քառատող գրելը համարվում էր բարձրագույն հայրենասիրություն։ Ձեսեի մահվան երգը։ Վսկապով, որ կապել է մայրս, սիրող որդին շուտով կմեռնի եւ կերջանկանա։ Ընդհանուր առմամբ ճապոնական մահապարտ կամիկադզեները խոցում եւ խորտակում են 34, իսկ վնասում ու շարքից հանում են 368 ամերիկյան նավ։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ Ֆիլիպինների համար ճակատամարտը լինելու է ճակատագրական։ Գեներալ Դուգլաս Մաքարթուրը նորից դիմում է Վաշինգտոնին։ Եթե հիմա էլ ոչինչ չձեռնարկենք, այս հակամարտությունը կարելի է համարել պարտված։ Սպասում եմ ձեր ողջամիտ որոշմանը։ Նույն ժամանակ նորանշանակ Ճապոնիայի միավորված ուժերի գլխավոր հրամանատար Սոյեմու Տոյոդան հայտարարում է. մենք իրավունք չունենք զիջել Ֆիլիպինները, այլևս ետ նահանջի տեղ չկա, պետք է անել անհնարինը։ Վաշինգտոնից եւ Տոկիոյից գլխավոր հրամանատարները ստանում են գրեթե նույնանման հաղորդագրություն. արեք, ինչ կարող եք։ 1944 թվականի հոկտեմբերի 23-ին Լեյտե ծոցում տեղի է ունենում Ֆիլիպինների համար ճակատամարտը։ Սոյեմու Տոյոդան օգտագործում է իր հրամանատարության տակ գտնվող ողջ ռազմածովային պոտենցիալը։ Ճապոնական նավատորմը օդուժը բաղկացած հիմնականում կամիկադզեներից գրոհում են ամերիկյան ռազմածովային ուժերը։ Ոչնչացնում են մի քանի կարևորագույն ավիակիրներ եւ գծանավեր։ Ամերիկյան նավատորմի նավապետներից մեկը բաց կապով խնդրում է, որ գլխավոր հրամանատարությունը նահանջի հրաման տա։ Կանգնել մինչև վերջ։ Այսպիսին էր պատասխանը։ Միայն 4 օր անց ամերիկացիներին հաջողվում է կոտրել ճապոնացիների դիմադրությունը։ Այդ ճակատամարտում Ճապոնիան կորցնում է գրեթե իր ողջ նավատորմը։ Ֆիլիպինների համար ճակատամարտը Ճապոնիան ի վերջո պարտվում է։ Սակայն կենտրոնից Սոյեմու Տոյոդան ստանում է նոր հրաման։ Մենք չենք պատրաստվում հանձնվել ու հայտարարել կապիտուլյացիա։ Պետք է պատերազմել այնքան, որքան հնարավոր է։ Պետք է ստիպել Ամերիկայի Միացյալ Նահանգներին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նպատակին հասնելու համար անել ամեն ինչ։ Հաղորդագրության վերջ։ Ճապոնիայի միավորված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար ծովակալ Սոյեմու Տոյոդան լավ զինվորական էր, բայց ստրատեգ չէր։
Սա 1945 թվականի փետրվարի 23-ին Ջո Ռոզենտալի արված հանրահայտ լուսանկարն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի բարձրացումը Իվո Ջիմա կղզու բարձունքում։ Այս լուսանկարն անելու համար Ռոզենտալը մի քանի անգամ բեմադրում է դրա բարձրացումը։ Դրոշի այս բեմադրված լուսանկարը խորհրդանշում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթանակը ճապոնական կայսրության նկատմամբ։ Չնայած նրան, որ ճապոնական առանձին փոքր զինված խմբեր կշարունակեն պատերազմել մինչև Երկրորդ համաշխարհայինի ավարտը, Ճապոնիան համարում էր պարտված։ Բայց ճապոնացիները չէին հանձնվում։ Հետագա ճակատամարտերում ամերիկյան կողմը կորցնում է մոտ 22,000 զինծառայող։ Ճարահատյալ ամերիկացիները դիմում են աննախադեպ քայլի։ Գեներալ Կյորտիս Լեմեի հրամանատարությամբ ԱՄՆ-ն իրականացնում է պատմության մեջ ամենադաժան եւ ամենամեծ ռմբակոծություններից մեկը։ Ռմբակոծվում է Տոկիոն։ Հետագայում Կյորտիս Լեմեի խոստովանի. եթե ԱՄՆ-ն պարտվեր, ինձ կդատեին որպես զինվորական հանցագործի։ Օկինավայի համար վճռորոշ ճակատամարտի ժամանակ 1945 թվականի ապրիլի 12-ին մահանում է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։ Նոր նախագահ Հարի Տրումենը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը, եւ դրա համար նա պատրաստ է ամեն ինչի։ If the Japanese insist on continuing resistance, Եթե Ճապոնիան շարունակի դիմադրել, որը ողջամտության սահմաններից դուրս են, նրանց երկիրը կկործանվի։ Մենք կոչնչացնենք նրանց բոլոր ժամանակակից արդյունաբերական կենտրոններն ու կազմակերպությունները, որոնք ստեղծվել են վերջին 100-ամյակի ընթացքում։ which they have built up during the past century. Հուլիսի 23-ին Տրումենը հայտնում է Ստալինին. ԱՄՆ-ն ստացել է աննախադեպ զինատեսակ։ Օգոստոսի 5-ին B-29 տեսակի ինքնաթիռ են բերում տարօրինակ մի բան։ Ոչ ոք չգիտի, նույնիսկ չի էլ պատկերացնում ինչ է դա։ Գիշերը ժամը 2-ին B-29 ինքնաթիռը թռնում է անհայտ ուղղությամբ։ Առավոտյան ժամը 8:15-ին ամերիկյան օդաչուները հասնում են ճապոնական Հիրոսիմա քաղաք։ Քաղաքի բնակիչներին կուրացնում է ինքնաթիռից նետած ռումբի պայթյունը, որին հաջորդում են ավերիչ ցնցումներ։ Երեք օր հետո, օգոստոսի 9-ին, ատոմային ռմբակոծության է ենթարկվում արդեն Նագասակի քաղաքը։ Այդ ռմբակոծությունների հետևանքները նկարագրել եւ բառերով փոխանցել մինչ օրս դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Օգոստոսի 9-ին Ճապոնիային պատերազմ է հայտարարում Խորհրդային Միությունը։ Ընկած գազանին մորթողները շատանում են։ «1945 թվականի օգոստոսի 12-ին խորհրդային բանակը լայնածավալ գրոհ է սկսում Ճապոնիայի վերահսկման տակ գտնվող չինական Մանչժոուգոյում։ Օգոստոսի 25-ին խորհրդային միության բանակը գեներալ Անդրեյ Կրավչենկոյի հրամանատարությամբ հասնում է մինչև Հյուսիսային Կորեա եւ գրավում է Կուրիլյան կղզիները։ Օգոստոսի վերջին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հայտարարում է պատերազմի ավարտի եւ Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին։ You are
Հակառակորդը մեր դեմ կիրառել են նախադեպը չունեցող զինատեսակ, ինչի արդյունքում զոհվել են հազարավոր մեր հայրենակիցներ։ Եթե շարունակենք պատերազմը, ոչ միայն կդատապարտենք ինքներս մեզ դաժան մահվան, որը կարող է հանգեցնել ճապոնական ազգի ոչնչացմանը, այլև այն կարող է հանգեցնել ողջ մարդկության վերացմանը։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի ներկայացուցիչները ամերիկյան Միսուրի նավի վրա ստորագրում են կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը։ Կապիտուլյացիան ընդունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Դուգլաս ՄակԱրթուրը։ Տեղի է ունենում հանրահայտ Տոկիոյի դատավարությունը։ 29 բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ դատապարտվում եւ ստանում են տարբեր պատիժներ։ 7 հոգի, այդ թվում նաեւ Ճապոնիայի վարչապետ Հիդեկի Տոձիոն, դատապարտվում են մահապատժի։ Դուգլաս ՄակԱրթուրի հրամանով Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն մնում է անձեռնմխելի։ ՄակԱրթուրը ասում էր. Հիրոհիտոն մեզ համար ավելի օգտակար կլինի ազատության մեջ, քան դատապարտյալի աթոռին։ Չեն դատում նաև քիմիական եւ բիոլոգիական ջոկատների հրամանատար Սիրո Իսիին, ում հրամանատարությամբ սպանվել էր շուրջ 321,000 մարդ։ Բայց գիտեք ինչու չեն դատում։ Տանում են Ամերիկա, որ փորձով կիսվի։ Կայսր Հիրոհիտոն կգահակալի մինչև 1989 թվականը, բայց նոր սահմանադրությամբ Ճապոնիայի կայսրը այլևս լիազորություններ չուներ, նրա ներկայությունը խորհրդանշական բնույթ էր կրում։ Նոր սահմանադրությամբ Ճապոնիային արգելվում էր ունենալ բանակ, արտադրել զենք կամ զինամթերք, մասնակցել աշխարհում տեղի ունեցող որևէ քաղաքական գործընթացների եւ նույնիսկ բարձրաձայնել սեփական դիրքորոշումը այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։ Ճապոնիայի նոր սահմանադրությունը գրել էին ամերիկացիները, այդպես էր, ու մինչ օրս էլ այդպես է։ Օրենք է, ասում են հաղթող կողմը կարող է թելադրել իր պայմանները եւ իրականացնել բարեփոխումներ, որ նման բան այլևս տեղի չունեն։ Ամերիկացիները նույնիսկ նախագիծ էին մշակել ու հաստատել, որ Ճապոնիան պետք է դառնա քրիստոնյա, կրոնը պետք է փոխվի ազգի։ Բայց գեներալ Դուգլաս ՄակԱրթուրի ջանքերի շնորհիվ այս մի բանից հրաժարվում են։ Ու նորից ճապոնացիները փակվում են։ Երկրի սահմանները չեն փակվում։ Նրանք մեկուսանում են աշխարհից։ Այսօր միջազգային վիճակագրական տվյալներով ամենաքիչ շրջագայող ազգը ճապոնացիներն են։ Նրանք նախընտրում են հանգստանալ շրջագայել իրենց երկրի սահմաններում։ Արտաքին աշխարհը համարում են վտանգավոր։ Մեկ այլ վիճակագրական տվյալներով ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում հենց Ճապոնիայում։ Սա էլ պատճառ ունի խորը գնացող արմատներով։ Այսօր ճապոնական շուկան գերհագեցած է։ Սահմանափակ են նաև աշխատատեղերը։ Մարդն ընդունվում է աշխատանքի եւ մինչև կյանքի վերջ աշխատում է նույն տեղում։ Եթե նրան հանկարծ գործից ազատում են կամ ինչ որ պատճառով նա զրկվում է իր աշխատատեղից, ապա նոր գործ գտնելը գրեթե անհնարին է։ Միգուցե բախտը բերի, բայց հիմնականում ոչ։ Եվ ինչ է լինում հետո։ Ակամա հիշում են Ցունետոմո Յամամոտոյի տողերը։ Այն մարդը, ով չի հասել իր նպատակին եւ շարունակում է ապրել, նա փոքրահոգի է, նա արժանապատվություն չունի։ Տիսական հարակիրի։ Որովհետեւ այլևս ապրելու իմաստ եւ միջոց չկա։ Դիտեք, խնդրում եմ ժամանակակից Ճապոնիայի մասին մի քանի վավերագրական ֆիլմեր։ Դիտեք եւ ինքներդ կհամոզվեք։ Այն Ճապոնիան, որի մասին մենք այսօր գիտենք, այս պատմական իրադարձությունների հետևանքն է։ 1945 թվականի սահմանադրությունը գործում է մինչ օրս, սահմանափակումներն էլ նույնպես։ Սա բարեկամներ շատ ծանր, մռայլ ու ողբերգական պատմություն էր մի բանի մասին։
թե ինչ է լինում, երբ երկրի իշխանությունները սեփական ժողովրդին ընկալում են որպես ռեսուրս։ Իրենց համարում են տեր, իսկ հասարակ ժողովրդին որպես ծառա։ Ինչ է լինում, երբ հասարակության գլուխը լցված է լինում կեղծ գաղափարներով, որոնք հակասում են իրար։ Մենք ապրել ենք նման ժամանակահատվածում, Խորհրդային Միությունում, երբ իշխանության գլուխը, ղեկավարը ոչ ձեր կոչվում։ Նրան հակադրվելու ոչ ոք իրավունք չուներ, ճիշտը միայն ինքն էր։ Տեսանք, չէ՞ ինչ եղավ։ Սա պատմություն էր նաև մի բանի մասին, որ այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում շատ հզոր պետություն է։ Եվ ինչպես իրենք են ասում, նրանք են աշխարհի խաղաղության երաշխավորողը եւ ժողովրդավարության արժեքների պաշտպանը։ Ու նրանք պատրաստ են պայքարել այդ արժեքների համար, բայց միայն այն դեպքում, երբ վտանգը ոտք է դնում իրենց տուն։ Ու ամենակարևորը, սա պատմություն էր մեր մասին ու մեր համար։ Մենք 34 տարի շարժվում ենք, ավելի ճիշտ չենք շարժվում, նույն տեղում կանգնած ենք, որովհետև մեր երկրի ղեկավարները հանճարներ են, միայն իրենք գիտեն ճիշտը որն է, դրա համար էլ այսօրին ենք։ Սա պատմություն էր վերջապես նրա մասին, որ երկրի զարգացումն ու առաջընթացը կախված ու կապված չէ մեկ ոլորտի զարգացած լինելուց։ Օրինակ բանակի, կամ տնտեսության, կամ դիվանագիտության, կամ գյուղատնտեսության բոլոր ոլորտները պետք է զարգացած լինեն համաչափ։ Եթե ուզում ենք զարգանալ եւ ունենալ ապագա, ապա պետք է հասկանալ, որ մենք ենք մեր տերը, մենք ենք որոշում կայացնողը, ժողովուրդը, քաղաքացին, ու որ մեռնել պետք չէ։ Ապրելու համար է պետք պայքարել, ապրելու։ Այսուհետ բարեկամներ, մեզ կարող եք գտնել նաև Patreon-ում։ Կցանկանաք օգնել, տեղեկատվությունը նկարագրության հատվածում է։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ նոր հանդիպում։